Եվս մի հետաքրքիր կարգավորում, որովհետև մենք խոսում ենք ֆիքսված գումարի մասին, մենք ի տարբերություն այլ հարկերի եւ վճարների տոկոսային դրույքաչափեր չենք կիրառվում, այս դեպքում խոսում ենք ֆիքսված վճարների մասին, եւ այնտեղ մի այսպիսի դրույք կա նախատեսված, եթե որևէ ամիս քաղաքացին ով ապահովագրվող անձ է եւ պետքա վճարի այդ ապահովագրավճարը, ենթադրենք աշխատավարձ չի ստանում կամ ինչ որ պատճառով աշխատած չի ստանում կամ եկամուտ չունի կամ քիչ ունի, նշված է, որ ինքը պարտավոր է կամ դիմել գործատուին, դիմում գրել եւ ասել գործատու ջան, խնդրում եմ ուրեմն իմ փոխարեն այդ ապահովագրական վճարը վճարի, հետո հաջորդ ամիսներին երբ որ կստանամ աշխատավարձ, համաձայն եմ, որպեսզի այդ գումարից այդ քո վճարած նախկինում վճարած իմ փոխարեն վճարած ապահովագրավճարները դուրս գան կամ օրենքը ասում է կամ պետք է ինքնուրույն վճարի։ Եվ այստեղ հստակություն չկա ի վերջո այդ դիմումը եթե գրում է, ենթադրում եմ, որ այդ նպատակով է գրվել օրենքը, եթե ապահովագրվող անձի դիմումը գրվում է, գործատուն ստացվում է, ճիշտ եմ հասկանում, որ ստացվում է արդեն պարտավոր է դա վճարել ու կապ չունի գործատուն էլ միջոց ունի, չունի, 10 ամիս կտևի այդ չկարողանալը 15 ամիս կտևի, թե ինչքան կտևի, դեռ հարց է, հետո այս մարդը եկամուտ կստանա, թե չի ստանա, որ մի հատ էլ գործատուն պահի նրանից։ Մի հատ է հարկադիրի հարց, որ լինի մի քանի տոկոս հարկադիրն է տանել այդ առաջնահերթությունների առաջանալու։ Ու սրա արդյունքում մենք գործատու աշխատող կոնֆլիկտ ենք ստեղծում, ոնց որ իմ տպավորությամբ գործատու աշխատող հնարավոր կոնֆլիկտ ենք ստեղծում, եթե ապագայում օրինակ գործատուն վճարեց իր հաշվին դա, մեկ էլ աշխատողն եկավ դիմում գրեց, մենք գիտենք, որ քաղաքացին կա իրավունք ունի դիմում գրել եւ 30 օրվա ընթացքում ազատվել աշխատանքից, գործատուն էլ ենթադրենք մի 60,000 արդեն վճարել է աշխատողին, ինչ պետք է անի, պետք է աշխատողին դատի տա, չգիտեմ, ինչ որ պատմությունների մեջ են գնեն պահանջի եւ այլն, ես կարծում եմ, մեղմ ասած ամենալավ կարգավորումը չի այս կարգավորումը։